Մատթեոս 17-րդ գլուխ։ 6 օր հետո Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբորը Հովհաննեսին, նրանց առանձին հանեց մի բարձր լեռ և նրանց առջև պայծառակերպվեց. նրա դեմքն արեգակի պես լուսավորվեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։ Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի հետ։ Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. Տեր, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Եթե ուզենաս, 3 տաղավարներ կպատրաստենք. մեկը քեզ, մեկը Մովսեսի, մեկն էլ Եղիայի համար։ Մինչ նա խոսում էր, ահա լուսավոր մի ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն ելավ և ասաց. Դա է իմ սիրելի որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը, դրան լսեք։ Երբ աշակերտները լսեցին, երեսնի վայր ընկան և սաստիկ վախեցան։ Հիսուսը մոտեցավ, բռնեց նրանց և ասաց. Ոտքի ելեք և մի վախեցեք։ Բարձրացրին աչքերը և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան։ Մինչ լեռից իջնում էին, Հիսուսը նրանց պատվիրեց և ասաց. Ոչ ոքի չասեք ձեր տեսածի մասին, մինչև որ մարդու որդին մեռելներից հարություն չառնի։ Աշակերտները նրան հարցրին և ասացին. Տպիրներն ինչու են ասում, թե նախ Եղիան պետք է գա։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. Եղիան կգա և կհաստատի ամեն ինչ։ Բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդեն իսկ եկել է, սակայն նրան չճանաչեցին, այլ նրա հետ վարվեցին ինչպես ցանկացան։ Այդպես նաև մարդու որդին է չարչարվելու նրանց կողմից։ Այդժամ աշակերտները հասկացան, որ Հովհաննես Մկրտչի մասին էր ասում իրենց։ Երբ ժողովրդի մոտ եկան, մի մարդ մոտեցավ, ծնկի իջավ և ասաց. Տեր, ողորմիր իմ որդուն, որովհետև լուսնոտ է և սաստիկ տանջվում է, հաճախ կրակի մեջ է ընկնում, երբեմն էլ ջրի մեջ։ Նրան քո աշակերտների մոտ բերեցի, բայց չկարողացան բժշկել։ Հիսուսը պատասխանեց և ասաց. Ով անհավատ ու մոլորված սերունդ, մինչև երբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչև երբ ձեզ պիտի հանդուրժեմ, նրան ինձ մոտ բեր։ Հիսուսը սաստեց նրան։ Դևը դուրս ելավ նրա միջից և մանուկ բաժամից բժշկվեց։ Այդժամ աշակերտներն առանձին մոտեցան և Հիսուսին ասացին. Մենք ինչու չկարողացանք հանել նրան։ Հիսուսը պատասխանեց. Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, և այս լեռանը ասեք, տեղափոխվիր այստեղից այնտեղ, կտեղափոխվի, և անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար։ Բայց այս տեսակ դևը այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ։ Մինչ նրանք Գալիլեայում շրջում էին, Հիսուսն ասաց իր աշակերտներին. Մարդու որդին մատնվելու է մարդկանց ձեռքը։ Նրան սպանելու են, և նա 3-րդ օրը հարություն է առնելու։ Եվ նրանք շատ տխրեցին։ Երբ նրանք Կափառնաում եկան, երկդրամյան տուր քաղաքողները մոտեցան Պետրոսին և ասացին. Ձեր վարդապետը երկդրամյանը չի տալիս։ Եվ նա ասաց. Այո, տալիս է։ Երբ տուն մտան, Հիսուսը կանխեց նրան և ասաց. Ինչպես է քեզ թվում, Սիմոն, ազգերի թագավորներն ումից են վերցնում հարկերը կամ տուրքը, իրենց որդիներից, թե օտարներից։ Երբ պատասխանեց օտարներից, Հիսուսը նրան ասաց. Ուրեմն որդիներն ազատ են։ Բայց որպեսզի նրանց չգայթակղեցնենք, գնա լիճ ու կարթ գցիր։ Առաջին ձուկը, որ դուրս ելնի, վերցրու, բաց նրա բերանը և մի սատեր կգտնես։ Այն վերցրու և նրանց տուր իմ ու քո տեղ։